Այսօր մենք Անիտայի հետ կխոսենք, թե ինչպես կանխիկը մուտքագրել տերմինալներ եւ հատուկ բանկոմատներ, որոնք ունեն կանխիկ ընդունելու հնարավորություն։ Ինչ է նույնականացումը, ինչի են առհասարակ բանկերը նույնականացնում հաճախորդին։ Հաշիվը կունենա նույնականացվող տեր, չի կարա փողը լինի անտեր։ Կարող եմ արդյոք 299,000 դրամից ավել փոխանցում կատարել իմ կամ ձեր կամ մեկ այլ անձի քարտին։ Թիվը հստակ նշվում է, որ 300-ից ցածր է, էլի։ Մի քայլ ավելացել է, բայց հաշվի առնենք, որ ապահովության զգացողությունն էլ ավելի մեծացել է եւ ավելացել։ Ոչ մեկ մեր հաշվին փող չի դնի։ Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Talks, այսօր մենք Անիտայի հետ կխոսենք, թե ինչպես կանխիկը մուտքագրել տերմինալներ եւ հատուկ բանկոմատներ, որոնք ունեն կանխիկ ընդունելու հնարավորություն։ Այո, բարև ձեզ։ Ինձ թվում է սպասված թեմա է, որովհետեւ երկար ժամանակ սահմանափակումը ունեինք։ Այն ինչ-որ բաներ փոխվել է ոլորտում։ Որոշում էր կայացվել եւ ծրագրային կարգավորումները պետք էր կարճաժամկետում վճարային տերմինալ, քեշին բանկոմատներ, ոնց ասացիք, կարգավորումները տրվեր։ Ունենք արդեն լավ նորություն մեզ համար եւ մեր բոլոր հաճախորդներին։ Իսկ ինչու մեր խնդիրը։ Ինչի մասով։ Որ հաճախորդները չէին կարող կանել։ Հա, չէր լինում, որովհետեւ պարտադիր նույնականացում պիտի անցնեին։ Հա, նախկինում չկար այդ պահանջը, չէ, գալիս ուղղակի չէր եկել այդ պահանջը, պետք էր։ Այո, բավարարեինք պահանջին եւ նույնականացումն էլ համաձայն ինչ որ հստակ կրիտերիաների պետք է իրականացնեինք ծրագրային։ Արդեն ունենք։ Բայց ուզում եմ սկզբում խոսենք նույնականացումից, ինչ է նույնականացումը, ինչի են առհասարակ բանկերը նույնականացնում հաճախորդին ռիսկերից չնույնականացնելու։ Անկացած բանկ որ գնում եք հաշիվ բացելու համար, բանկ ունի որոշակի գործընթացներ, համոզվում են ձեր ինքնության մեջ, այսպես ասած, այսինքն վերցնում են անհաստատվող փաստաթղթեր, անձնագիր, ID քարտ եւ այլն, եւ նաեւ ֆիզիկապես աշխատակիցը նայում է, համոզվում է, որ դուք եք, կարծեմ կան որոշ սահմանափակ տարբերակներ, որ հիմա on-line են փորձում նույնականացնել ինչ-որ հատուկ ծրագրերի միջոցով, մեր մոբայլն էլ ունի հնարավորություն, որ հենց մոբայլում նույնականանալու համար ID քարտա պետք սկանավորել։ Պարզ process է իրական, ուղղակի ժամանակատար, որովհետև ամեն ինչ շատ իդեալական պիտի լինի, որ այդ RRS նույնականացումը անցնեն։ Թե ինչի համար է պետք, բանկերում բավականին խիստ է բաժները, այսինքն հաշիվը կունենա նույնականացվող տեր, չի կարա փողը լինի անտեր ինչ բան հնչում, բայց ստացվում էր, որ հաշիվների համար դա միշտ գործել է բավականին խիստ, իսկ տերմինալներով հնարավոր էր գումարներ փոխանցել միմյանց կամ ինչ-որ ծառայությունների համար, ու ըստ էության չէր ֆիքսում, թե ով է փոխանցում, իսկ ցանկացած մարդ կարող էր, օրինակ, չգիտեմ, ձեր կամ իմ վարկը փակել օրինակ։ Վայ քո արա։ Հիմա պահանջները ստացվել են եւ ըստ էության պարտադիր է դարձել գումարը մուտքանողի անձը հաստատել, ասենց ասեմ։ Այո, իրականում նույնականացման բանկի տեսանկյունից որ իրականացման նույնականացման շատ տարբերակներ կան, նույնիսկ հեռախոսային կենտրոն երբ որ զանգահարում ենք, հստակ նույնականացման համար հարցաշար կա, որին պատասխանելուց հետո միայն հաճախորդը կստանա իրեն հուզող հարցի պատասխանը։ Ու նույնականացման երևի ամենալավ գործիքը այդ մոբայլ հավելվածներն են, որ ի հայտ եկան ու քիչ հավանական է ամեն դեպքում, որ քո մոբայլ հավելվածը այլ անձ կկառավարի եւ կօգտագործի։ Թե այլ անձի տասը։ Հա, դե քո համաձայնությամբ միայն, այո։ Դրա վախենալ ունենա, որ շաբաթ օրը մեկ էլ քեշտապ ինչ-որ բան է պետք փոխանցել ու մոբայլ հավելվածը չի աշխատում կամ հեռախոսը չանում է, հեռախոսը տենց մի անգամ փչացավ, ես տենց հերթով մի քանի բանկում հաշիվներ ունեմ եւ հավելվածներ ունեմ հերթով քայլ ու ըստ էության նաև իմ համար բացահայտեցի, որ ամենտեղ դա տարբեր ձևով է արվում։ Ի վերջո վերականգնեցի, բանկերի մեծ մասում նաև հեռախոսն է ֆիքսվում, այսինքն երբ որ դու նոր հեռախոսից ես փորձում մուտք անել, ասում եմ գնային հիմնական հեռախոսից հաստատ է, հիմնական հեռախոսից չկա։ Դաժան պատմություն է ստացվել։ Ես պանիկայի մեջ ենք ընկել։ Բայց հնարավոր է։
Եթե խոսենք հենց կանխիկի մուտքագրման մասին, նախկինում process-ը ոնց նշեցիք շատ հեշտ է եղել։ Ես էի գալիս էի գրում էի իմ քարտի թվերը կամ օրինակ ձեր քարտի թվեր կամ երրորդ անձի ում ուզում էի փոխանցել, դա կլինի հաշվեհամար կամ քարտի տվյալներ, մուտքագրում էի գումարը, նշում էի ենթադրենք 35000 դրամ, մուտքագրում էի եւ վերջ։ Ստանում էի անդորրագիրը, ավարտվում էր ամեն ինչ։ Հիմա համաձայն կենտրոնական բանկի վերջերս կայացված որոշման, էլ այդպես չի process-ը։ Ու պարտադիր է նույնականացումը, ու մենք էլ բնականաբար ենթարկվելով ԿԲ որոշմանը, այլևս ունենք նույնականացման երկու տարբերակ, որոնցից մեկը դա ARCA QR data transfer-ն է եւ IMID-ի նույնականացման տարբերակը, ու մեր վճարային տերմինալները արդեն ունեն այդ հնարավորությունները։ IMID-ի դեպքում իրականում IMID-ի նույնականացումը ոնց է լինում, երբ որ դուք ունեք էլեկտրոնային ստորագրություն, որը ակտիվացած է ձեր հեռախոսահամարին, իդեպ այդ հեռախոսահամարը պարտադիր պիտի լինի Արարատ բանկում գրանցված հեռախոսահամար, որով դուք հաճախորդ եք բանկում, երբ որ մոտենում եք տերմինալին եւ ընտրում եք այդ նույնականացման տարբերակը, որպեսզի կարողանաք գումար փոխանցել, նույնականացման համար դուք պետք է հստակեցնեք այդ ձեր 6-անիշ կոդը, որը նախապես որոշել եք ձեր էլեկտրոնային ստորագրությունը process-ը սկսելիս, նույնականացման process-ի համար այդ կոդը հավաքում եք, արդեն ավտոմատ տեղեկատվությունը ուղղորդվում է, որ դուք նույնականացվեցիք IMID-ով, էլեկտրոնային ստորագրությամբ դուք դա ստորագրեցիք, ու արդեն process-ը ոնց սովորաբար էլի նշում եք գումարի չափը, գումարը մուտքագրում եք վճարային տերմինալ կամ cash-in բանկոմատ։ Ու դա ամեն անգամ պետք է անել։ Ամեն անգամ, հա, կախված նրանից դուք ֆիզանձ եք, իրավաբանական անձ եք, միևնույն է նույն process-ով պիտի անցնել։ Again and again and again. IMID-ի դեպքում հեռախոսահամարը, որը բանկում գրանցված կլինի եւ կունենա էլեկտրոնային ստորագրություն, ARCA QR-ի դեպքում ուղղակի մեր մոբայլ հավելվածով QR-ը սկանավորում եք եւ ելի նույն process-ը։ Մի քայլ ավելացել է, բայց հաշվի առնենք, որ ապահովության զգացողությունն էլ ավելի երևի մեծացել է եւ ավելացել։ Ոչ մեկ մեր հաշվին փող չի դնի։ Թու։ Չարտոն։ Բայց եկեք բան անենք, հորդորենք ստեղ ներքևում իմ եւ ձեր քարտի թվերը գրենք։ Փոխանցեք էլի։ Նոր ARCA քարտի թվերը։ Հա, այ մեր նախորդ հաղորդումից հետո Արան որոշել եւ ձեռքաբերել ARCA քարտ, որ քեշբեքից օգտվի։ Գնանք բլից հարցեր։ Գնացի։ Անընդհատ խոսում ենք նույնականացում, cash-in տերմինալներ եւ այլն։ Որն է cash-in տերմինալով պարտադիր նույնականացման հիմնական գաղափարը։ Ինչու նույնականացվել։ Նույնականացվել, որպեսզի փողի ծագման աղբյուրը տեսանելի լինի, ըստ էության պետությունը ուզում է, որ ամեն ինչ օրինական լինի, ամեն ինչ տեսանելի լինի, անկերից խուսափել չլինի, փողերի լվացում չլինի եւ այլն։ Հաճախորդի տեսանկյունից էլ երևի անվտանգ, ապահովություն գուցե։ Գիտեմ, հաճախորդին լրացուցիչ մի քիչ անհարմարություն կտա։ Հավելյալ քայլեր կտա։ Կարող եմ արդյոք 299,000 դրամից ավել փոխանցում կատարել իմ կամ ձեր կամ մեկ այլ անձի քարտին։ Թիվը հստակ նշում է, որ 300-ից ցածր է, էլի։ 300-ից ցածրը երևի թե եկել է կամ եկամուտների հայտարարագրման հետ կապված խնդիրներից։ Հիմա կարծեմ այդ գումարը 300,000 չի 1 միլիոնն է, որ պետք չի հայտարարագրել, իսկ ձեր հաշվին, մեր հաշվին բնականաբար ցանկացած գումար կարող ենք անել։ Ավելի մեծ գումարներ երևի պետք է իմանալ ինչի համար է։ Որում ըստ էության տերմինալը չի սահմանում։ Եվ վերջին մեր բլից հարցը, արդյոք ես կամ դուք կարող եք այլ անձի ոչ ձեր քարտին կամ հաշվին կանխիկի մուտքագրում կատարել։ Այո, կարող ենք մուտքագրում կատարել, ինչպես կարող ենք մեր հաշվից փոխանցել մեկ այլ մարդու, նույն տրամաբանությամբ կարող ենք անգամից մուտք անել մեկ այլ մարդու հաշվին, հաշվառնելով, որ մենք ինքներս նույնականանում ենք փողի ծագման աղբյուրը տեսանելի։ Մերսի, ինձ թվում է օգնեցինք կանխիկ մուտքագրեն այլևս իրենց քարտերին եւ հաշիվներին մեր հաճախորդները։ Մեկի ARCA քարտեր կան։ Հա, ես փողը գնամ աչքիս հանեմ։ Պորտված եմ մի քիչ ինձ զգում էլի, որ դուք հոնեցիք ես, չէ։ Այդ քայլերով որ անցնում ես, իրականում հասկանում ես, որոշ տարբերություններ կա, օրինակ ARCA քարտերը դերևս Google Pay-ի ARCA Pay չեն կցվում։ Չնայած արքան խոստանում է, որ այդ հարցով զբաղվում են եւ շուտով կլինի։ Իսկ այդ քարտը մշտապես պետք է ունենալ ֆիզիկական տարբերություն Visa Master-ի, որոնք բայց դե հանուն cashback-ի արժի։ Սիրելի ունկնդիրներ, շարունակեք հետևել մեզ, սեղմեք զանգի կոճակը, բաժանորդագրվեք, եթե հավանում եք մեր հաղորդումները եւ կհանդիպենք այլ
նոր հետաքրքիր թեմաների շուրջ։ I need a dollar.